Ալեքսանդր Շիրվանզադե, արտիստը։ 5 ամիս էր ընդամենը Օդեսայում էի։ 4-րդ անգամ փոխեցի սենյակս։ Այս անգամ պիտի բնակվեի քաղաքի աղմկալի փողոցներից մեկում, 5 հարկանի մի տան 3-րդ հարկում։ Տանտիրուհիս իտալուհի էր։ Այրին ապրելու ուրիշ միջոց չունենալով պարապում էր սենյակներ վարձու տալով։ Հենց առաջին օրը ես ծանոթացա հարևաններիս հետ։ Կենտրոնը կազմում էր տանտիրուհու դուստրը, շիկահեր, փղոսկրի պես փայլուն, մաքուր ատամներով և գեղեցիկ աչքերով 20 տարեկան Լուիզան։ Նա երգում էր, գիտեր նվագել դաշնամուր, երաժշտության դասեր էր տալիս, փող ժողովում, որ գնա Իտալիա ձայնը մշակելու։ Մի օր ճաշից հետո Լուիզան նստեց դաշնամուրի քով և սկսեց նվագել ինչ-որ վալս։ Զվարճության տակմիջոցին դռների մեջ նկատվեց ինձ համար անծանոթ կերպարանք։ Անծանոթը հենց առաջին վայրկյանից գրավեց ուշադրությունս։ Մոտ 16-17 տարեկան մի պատանի էր, նիհար, գունատ դեմքով։ Որտեղ է սինյորա Ստեֆանիան, հարցրեց պատանին։ Նրա ձայնը հուզված էր, դողում էր։ Կար այդ ձայնի մեջ մի սրտաշար շեշտ, որ արտահայտում էր հեզության հետ և թախից։ Մայրս խոհանոցումն է։ Պատանին գլուխ տվեց շնորհալի ձևով ու հեռացավ։ Դուք ճանաչում եք Լևոնին, դիմեց ինձ օրիոց Ռաիսան, հրեուհի ատամնաբուժը։ Եթե կամենում եք, իսկույն կծանոթանաք, ասաց Լուիզան, արժե այցելել նրան հյուրապարանքում։ Արտիստը բնակվում էր նույն տան վերին հարկում։ Մենք մտանք մի սենյակ։ Մի քայլ առաջ գնալով տեսա հնամաշ վերմակի տակ պառկած մի կնոջ դեմք։ Նրա ճակատը կապած էր սև թաշկինակով, աչքերը հառած առաստաղին։ Նա տնկտնքում էր ու ծանր հառաչում։ Նրա ոտների տակ կանգնած էր արտիստը։ Պարոնը բժիշկ է, հարցրեց հիվանդը, երբ տեսավ ինձ։ Բժիշկ չէ, պատասխանեց սինյորա Ստեֆանիան, բայց երևի ցավդ բժշկից լավ կհասկանա, քո հայրենակիցներից է։ Հայ, կրկնեցի ես զարմացած, որովհետև ինչ ազգի ասես սպասում էի այդ միջավայրում բացի հայից։ Պարոն, Աստված սիրեք, խելքի բերեք իմ տղային։ Գիշեր-ցերեկ թատրոններում է։ Նա այնքան էր գրավել ինձ, որ կամեցա անպատճառ հետը խոսել։ Երբ խոսք բացարի թատրոնի և երաժշտության մասին, պատանին կերպարանափոխվեց։ Ոգևորված նկարագրեց յուր լսած երևելի երգիչների ու նվագիչների տաղանդը։ Երևի դու էլ ես նվագում կամ երգում, հարցրի ես։ Այո, նվագում եմ մանդոլինա և կիթառ։ Այդ բոլորը լավ, ասացի ես, բայց դու ինչով ես կերակրում քեզ ու մորդ, չէ՞ որ հայրդ ժառանգություն չի թողել։ Գործ շատ կա, սինյոր, պրոգրամներ եմ ծախում, ստատիստի դեր եմ կատարում բեմի վրա։ Ախ, սինյոր, եթե միջոց ունենայի կսովորեի վիոլոնչել նվագել ու կմտնեի երաժշտական խումբ։ Լևոնի մայրը սիրում էր որդուն, բայց չէր տեսնում յուր և նրա մեջ եղած վիհը, որ չէր կարելի լցնել ու հարթել անվերջ նախատինքներով։ Կարելի է, լսեցի մի առավոտ դռների հետևից Լևոնի ձայնը, երբ դեռ անկողնից չէի վեր կացել։ Ինչ է պատահել, հարցրի, կարծելով, որ թաքնում է ինչ-որ հալածողներից։ Գիտեք, սինյոր, կարող է մայրս գալ, ես նրանից եմ փախել, ուզում էր մանդոլինաս կոտրել, վառարան գցել, մինչև լույս չեմ թողել նրան քնելու, նվագել եմ։ Կեսօրից հետո բարձրացա վերև։ Այս անգամ Լևոնը տանն էր, բայց անկողնում պառկած։ Նրա վտիտ այտերի վրա նշմարեցի անսովոր կարմրություն, բռնեցի բազուկը, երակը զարկում էր ուժգին։ Երբ տիկին Ալմաստը Լևոնի մայրը ներս մտավ, խորհուրդ տվեցի բժիշկ հրավիրել։ Լևոնը գլուխը բարձրացրեց, նստեց անկողնում։ Ես հասկացա նրա միտքը, վախենում էր, որ բժիշկն արգելի նրան տնից դուրս գալու։ Հենց նույն օրը Լուիզան ինձ ասաց, թե ուղևորվելու է Իտալիա։ Գնացն ուղևորվում էր առավոտյան 10 ժամին։ Մենք, սինյորա Ստեֆանիայի բոլոր կենողներս, գնացինք կայարան Լուիզային ճանապարհ դնելու։ Ճեղքելով կայարանի ամբոխը Լևոնը մոտեցավ մեզ մի գեղեցիկ փունջ ձեռին։ Շատ վազելուց քրտնել էր ու սաստիկ հևում էր։ Դիմելով ուղղակի Լուիզային, գդակը վերցրեց և գլուխ տալով փունջը ներկայացրեց։ Այդ օրից ավելի քան մի շաբաթ անցավ ես նրան չտեսա։ Մի անգամ ճաշից հետո բուլվարումն էի։ Գլուխս բարձրացի և իմ առջև տեսա Չաուշենկոին Իցկո Մարգուլիսի հետ։ Ես սեղմեցի նրանց ձեռքը և իսկույն հարցրի Լևոնի մասին։
Չաուշենկոն հաստ գավազանը բարձրացրեց լայն վերարկուի տակից և ցույց տալով նավահանգիստը թատրոնական եղանակով ասաց. «Այնտեղ է»։ Ամբողջ գարունը և ամառը պատանին այցելեց նավահանգստի պանդոկները։ Երբեմն գալիս էր սենյակս և ինձ հաշիվ տալիս։ Նրան սիրում են նավաստիները, հաճույքով լսում և միմյանց ձեռքից խլում։ Ամսական միջին թվով 20 ռուբլուց ավելի է հետաձգում։ Շուտով կկատարի յուր փափագը, կուղևորվի Իտալիա։ Հենց այդ օրն էր, որ սինյորա Ստեֆանիան մտավ սենյակս անսովոր ուրախ տրամադրության մեջ և ասաց. «Սինյոր, հիմա կարող եք ինձ շնորհավորել։ Պատահել է այն, ինչ որ վաղուց սպասում էր անհամբեր։ Լուիզան երեկ պսակվել է Կավալարոյի հետ»։ Լևոնը ցնցվեց, երեսի մկամունքները դողացին։ Մի վայրկյանում կարմրեց, կապտեց, հետո սփռնեց կտավի պես։ Լևոնը ճիգ արեց զսպել հուզմունքը։ Այդ 18 տարեկան պատանին, որի զգացումներն այնքան անժամանակ հասունացել էին, ուներ նաև կամքի ուժ։ Հանկարծ շրթունքները կրծոտեց, գլխարկը մի ձեռքով խփեց մյուս ձեռքի ափին, շուռ եկավ և առանց ինձ հրաժեշտ տալու արագ քայլերով դուրս գնաց։ Մանդոլինան մնաց սեղանիս վրա կարծես վշտացած, որ դարձյալ իրեն մոռացան։ Նայում էի նրա մանդոլինային, սիրտս մորմոքվում էր։ Անշուշտ գործիքը կարծես լեզու էր ստացել, ողբում էր յուր տիրոջը։ Ես վերցրի նրան սեղանիս վրայից, քաշ արի պատի մի անկյունում, որ այլևս աչքիս չընկնի։ Կեսքուն և կեսարթուն դրության մեջ լսեցի ինչ-որ դղրդոց։ Մեր բնակարանի մուտքի առջև կանգնած էր այրի ալմաստը և ձեռները տարածած դեպի ներքև գոռում էր հրդեհում այրվողի պես։ Երկու ոստիկան և մեր գավթապահը բարձրացնում էին սանդուղքով Լևոնին։ Նայելով Լևոնի թրջված հագուստին, կապտած դեմքին, ամեն ինչ հասկացա։ Լևոնին հանել էին ջրից նավաստիները Խերսոն շոգենավի տակից, որ 2 շաբաթից հետո պիտի տաներ նրան Իտալիա։